Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ Տեր Արմեն։ Բարև ձեզ, ուրախ եմ, որ առաջին անգամ լինելով ձեր տաղավարում եմ, միշտ հերագագաբով ենք, բայց ուրախ եմ, որ ձեր հյուրն եմ, ողջունեմ ձեզ եւ ձեր եթերների բոլոր ունգընտիրները։ Տեր Արմեն, երեք Մայրաթորում տեսանք, որ դուք եք միացել 10 եպիսկոպոսների պահանջին եւ այնտեղ եք։ Նախ սկզբի համար ինչու եք որոշել Բուլղարիայից գալ, մասնակցել այսպես ասած հավաքների Մայրաթորում, ինչու Բուլղարիայի թեմը որոշեց, որ պետք է միանա 10 եպիսկոպոսներին եւ երեք ձեզ տեսանք Մայրաթորում։ Հիմա առաջին հերթին ես այսօր չէ որ միացել եմ, ես միշտ էլ միացած եմ եղել այս շարժմանը եւ որ դակավին ծնունդ չեր արել։ Որովհետև ի վերջո վստահ էի, որ մեր եկեղեցում նաև լինելու են հոգևորականներ, բարձրաստիճան հոգևորականներ, որոնք ցավում են այս եկեղեցում դիրող իրավիճակի համար եւ մի օր սա պիտի բայթեր։ Մենք հիշում ենք, որ 2018 թվականին եւ որ եղավ Տավշյա հեղափոխությունը, նաև սենց մի շարժում առաջ եկավ, բայց դժբախտաբար նա հանգեց որոշ ինչ-որ պատճառներով, բայց այսօր դա անգամ եւս ավելի լուրջ ծնունդ արավ եւ այս անգամ կարծում եմ, որ գահասնի իր նպատակին, այնպես որ ես միշտ միացած եղած եմ թեկուզ այս չծնած շարժմանը եւ սպասում եմ եւ հույս ունեի, որ մի օր մենք ականատես պիտի լինենք եկեղեցում մի հեղափոխության, թեկուզ եւ Տավշյա հեղափոխության, որը այսօր ծնունդ արավ եւ հույսով եմ դա կընթանա։ Իմ քալը անշուշտ է պայմանավորված էր հենց այս երեկվա շարժման հետ, որ տեղի ունեցավ։ Ես մի օր առաջ իմացա այս շարժման մասին եւ որոշում արա, որ պիտի կամ եւ բարեբախտաբար հենց երկրորդ օրս համար 7 կար եւ ես ամեն ինչ արեցի, որ երեք այստեղ ներկա լինեմ եւ մասնակից լինեմ այս շարժմանը։ Իսկ երկրորդ պատճառը, բայց ոչ գլխավոր անշուշտ է առաջին պատճառն էր, որ ասեցի, երկրորդ պատճառը այն է, որ մեր Բուլղարիայի համայնքը նաև միացած է այս բողոքին։ Դեպետ մինչև մի քանի օրեր առաջ իրենք պաշտոնապես միացած չէին, բայց իրենք 10 տարի է ի վեր սպասում են, որ այսպիսի մի հեղափոխություն տեղի կունենա եկեղեցում, որովհետեւ իրենց արդար պահանջները Երևան կան։ Բուլղարիա-հայոց թեմը մեծ թեմ է եւ շատ կազմակերպված թեմ եղած է իր եկեղեցիներով, իր համայնքներով եւ այլն, բայց վերջին 30 տարիները չասեմ, այլ մասնավորապես վերջին 10 տարիները այս համայնքը քարոքանդ եղավ։ Ինչի պատճառով, մեկ պատճառով, որ Գդրիչ Ներսիսյանը այնպիսի հոգևորականներ ուղարկեց այս վերջին 10 տարին Բուլղարիական թեմը եւ նրանք աշխատեցին միայն քանտել համայնքը, անչադել մարդկանց իրանցից, մարդկանց իրար թեմ հանել։ Ինչպես։ Այսինքն նախ ասեմ նպատակը ինչ էր, նպատակը որ Գդրիչ Ներսիսյանը 10 տարիներ առաջ որ այցելեց Բուլղարիայի թեմը պատահական, ոչ թե հովվական այցելությամբ, այնտեղ իրեն լավ թիմավորեցին եւ այնտեղ իմացավ, որ Բուլղարիայի թեմը շատ հարուստ թեմ է իր գալվածներով, իր եկեղեցիներով եւ այլն, եւ ինքը աչքը դրեց այդ գալվածներին։ Անշուշտ է փորձեր կատարեց, որ ընդունեն այդ նոր կանոնակրությունը, որ իրան իրավասություն բի դար, որ ինքը գարկավորեր եւ սպաղվեր այդ գալվածներով ոնց որ ուզե, բայց բուլղարիական թեմական խորհուրդը շատ խելացի գտնվեց եւ ըսկաց վտանգը որտեղի եւ մերժում էր։ Եվ նրա համար ինք ուրիշ քաղաքականություն ստանցնեց, որ պիտի ղրգե ուրեմն հոգևորականներ, քահանաներ, մոտավորապես 6 քահանա հոգևորական ուղարկվեցավ, եւ այդ քահանաները մասնադեցին ժողովուրդը։ Այսինքն ժողովրդի մեկ մասը հանեցին թեմական խորհրդի դեմ, մեկ մասը ծխական խորհրդի դեմ, եւ ինչ անպաստանություններ եւ այլն, եւ այդ ժողովուրդը քայքայվեց, բաժանվեց, եւ այսօր մենք մեծ դժվարությամբ կարողացանք ինչ որ ժողովրդի մի մասը վերադարձնել եկեղեցի եւ մանավանդ այս վերջին շարժումը շատերի աչքը բացեց, որ իրենք հասկացան, որ ինչու թեմական խորհուրդը այս խիստ կեցվածքներ արել Էջմիածնի թեմ։ Անշուշտ է պետք է դարբերենք, եւ որ մենք ասում ենք Էջմիածնի թեմ, մենք մեր խնդիրը Էջմիածնի հետ չէ, որովհետեւ այնտեղ միածինն է իջել եւ դա մեզ համար սրբավայր է։
Բայց դժբախտաբար դա սովորություն ա եղած է, որ ասենք Էջմիածին հասկանում ենք Գդրիչ Ներսիսյան, եւ որ ասենք Գդրիչ Ներսիսյան հասկանում ենք Էջմիածին, որովհետեւ այնտեղ մենադիրություն է եւ այնտեղ միանցնյա որոշումներ են եւ պաստորեն այդ գալվածը, այդ հաստատությունը այսօր դարձած է գալանքի տակ Գդրիչ Ներսիսյանի կողմից իր կմահաճո որոշումներով, իր անձնական շահերից մղված որոշումներով դանում է եկեղեցին այնտեղ որտեղ է։ Եվ իմ ներկայանալու այստեղ ուրեմն ասենք երկրորդ պատճառը այն է, որ Բուլղարիայի թեմը միացած է այս շարժմանը եւ մենք տեսանք ծեր նաեւ վեբսայթի միջոցով իրենց հայտարարությունը, որ իրենք արեցին պաշտոնական հայտարարությունը, որ իրենք միացած են եւ պահանջում են արդարություն հայ եկեղեցու։ Այսինքն Տեր Արմեն ճիշտ հասկացա, որ Բուլղարիայում էլ ընկալում կա, թե ինչ է կատարվում եւ ինչի համար։ Այո, Պարքասո, նրա համար եմ ասում, որ այս շարժումը պատճառ եղավ, որ շատ մարդկանց աչքեր բացվեն։ Հիմա գիտեք, մեր ժողովուրդը դարբեր միջավայրերում մեջ, դարբեր երկիրներում մեջ ամեն մեկը յուրահատուկ ընկալում ունի։ Ես ասեմ, որ ես եղել եմ մի քանի երկիրների հոգևոր հովիվ, սկսած Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Լյուքսեմբուրգ եւ այլն, ամեն մեկ ժողովուրդ, ամեն մեկ երկրի մեջ ապրող ինքը ունի իր հոգեբանությունը, իր մոդեցումը։ Նմանօրինակ համար կարամ ասել Հոլանդիայի մեր ժողովուրդը լրիվ հասկանում է ինչ է տեղի ունենում այստեղ հայ եկեղեցում եւ ցես կարող եմ ասել, որ իմ հերախոսը չի դատարում զանգերից, որ ասի դեռ մենք ձեր կողքին ենք, մենք ցեզ հետ ենք, այս եկեղեցին պետք է բարեկարգվի։ Բայց եթե խոսենք օրինակ համար Բուլղարիա հայոց թեմի մասին, այնտեղ մեր ժողովուրդը շատ պահպանողական, հավատարիմ ժողովուրդ է իր եկեղեցում եւ կարծեք թե սկզբնական շրջանում եւ որ ես խոսում եի իրակավին այս շարժումը չեղած է որ փորձում եի բացատրել ժողովրդին թե ինչ է իրական վիճակը մեր եկեղեցում շատեր բողոքում էին ասում են դեռ մենք չենք ուզում լսել մենք հավատացել ենք որ մեր եկեղեցին լավն է ամեն ինչը կարգին է եւ այլն մենք չենք ուզում դարբեր պատկեր ունենալ հիմա ես հասկանում եմ մեր ժողովրդի մտահոգությունը նաեւ որպես ավանդաբար ժողովուրդ այս մեր սրբությունները իրենց համար մեծ արժեք է եւ այսօր գոդրվեց այդ արժեքը այսին այնինչին վրա ինչին որ բահում էին կամ հիմնել էին իրենց հավատքը դա սկսավ մի ցևով ջայթքել եւ սկսան իրենք ներսից տեսնել մի այլ իրականություն ես սա ցավիս իր պատճառ է լինում որ որոշ հավատացյալներ որոնք լավ իրենց հավատքը խարսխված չէ դակավին չեն հասկանում որ եկեղեցին նշանակում է Հիսուս Քրիստոս Էջմիածին նշանակում է միածին որդին չի նշանակում Գդրիչ Ներսիսյան այդ մարդիկը որոնք դակավին հաստատված չէ իրենց մեջ հավատքը այդ մարդիկ հերանում են եկեղեցուց եւ ես այսինքն չեմ նեղվում երբ որ այսպեսի մարդիկ ասեն որ ես ինչու պետք է եկեղեցի կամ եթե ծեր գլուխը էսա Բա եթե գլուխը էսա մարմնի անդամները ինչ պիտի լինեն եւ այդ մարդիկ չեն գալիս բայց հուսով եմ մի օր կհասկանան որ այս մեր ամբողջ բայկարը դարիների մանավանդ իմ բայկարը որ դեվեց 20 դարիներ պիտի հասկանա որ այս բայկարը արդարացի էր եւ իշահ ժողովրդին էր սա եկեղեցու համար էր որպես ամբողջականություն որովհետեւ եկեղեցին ժողովուրդն է հիմա Գդրիչն էլ ասում եկեղեցին ժողովուրդն է բայց ինքը լրիվ անդեսած է ժողովուրդը այսինքն առաքելությունից շեղված այսօր կարող եմ ասել անգամ եւս բարձրացնել որ այնտեղ մայր աթորում իշխող բարձրաստիճան հոգևորականները, որոնք այսօր միացած են Գդրիչ Ներսիսյանի, դա ամենամեծ աղանդն է մեր եկեղեցու մեջ։ Այլևս մենք աղանդներ ման չկանք Երևանի մեջ կամ Հայաստանի տարբեր շրջաններում։ Ես դեռ ցեզ ավելին ասեմ։ Ես շնորհակալ եմ բոլոր այն շարժումներից, որոնք շնորհիվ Գդրիչ Ներսիսյանին մուտք գործեցին Հայաստանում եւ սկսան գործել Այո, դա գործում էին հագարակ մեր ուղղապար վարդապետությանը, բայց նրանք կոնե մի բարիք ունեցան, որ մեր ժողովրդի մեծ մասը ավետարան ունեցավ իր ցերկը։ Մենք չենք բաժանում ավետարան, բայց այդ հարանվանությունները, այդ շարժումները, դեգուզ եւ նրանց մեջ աղանդավոր շարժումները, նրանք ժողովրդի ցերկը ավետարան դվեցին եւ ժողովուրդը սկսավ գարտալ, հասկանալ։ Եվ հիմա այդ միևնույն ժողովուրդը, որ դաստիարակվեց սխալ վարդապետությամբ, այսօր եւ որ գալիս է սովորելու մեր եկեղեցու վարդապետություն, իրեն համար արդեն հեշտ է հասկանալը։
Այնպես որ այո, ցավալի վիճակ է, ողբալի վիճակ է, բայց դեռ մեռած չենք, այնքան ժամանակ որ ունենք արդար հոգևորականներ, որոնք ուզում են բարձրացնել սա արդեն շատ կարևոր է։ Եվ մենք սկսել է ծնունդը, հոգևոր ծնունդը շնորհիվ մեր վարչապետին սկսել է։ Տեր Արմեն, ես ամեն դեպքում ճիշտ եմ չէ հասկանում ձեզ, որ սա շարժումը եւ պայքարը ոչ թե անհատի անձի հետ կապ ունի, այլ համակարգի հետ, այսինքն ստեղծված այդ հիերարխիկ համակարգը, որ կա, այդ բուրգը դրա դեմ է հիմա պայքարը, որ փոխվի ամբողջությամբ, այսինքն այստեղ անհատին փոխելու մասին չի խոսքը։ Անշուշտ է ամեն ինչ գաղված է անհատեն, որովհետև այս անհատը այսպիսի համակարգ ստեղծած է, որ այս համակարգը հլու հնազանդ կրում է նրա հետևից։ Ինչի հիմա կոմպրոմանտներ կան, վախենում են, ինչ է պատճառը չգիտեմ, բայց ինքը ստեղծել է ինչ-որ մի բան, որ նրան հլու հնազանդ է։ Եվ ես ասում եմ, այն մարդիկ, որոնք այսօր հնազանդվում են Գդրիչ Ներսիսյանի որպես այս եկեղեցու գլուխը, իրենք մասնագից են նրան, այսին ով որ մեղքը չի դատապարտում եւ սադարում է մեղքին, ինքը մեղսագից է, թեկուզ եւ անձնական կոմպրոմանտներ չլինեն նրա վրա, սա ամենամեծ բիդակն է իրաճակատին, որ դու մի օր պաշտպանել ես այնպիսի մի մարդ, որ ինքը քայքայել է եկեղեցին, բարակտել է եկեղեցին։ Հիմա այսօր մեր եկեղեցում դիրում է քարեկինյան հոգևորականներ կամ հավատացյալներ, չգիտեմ այսինչ առաջնորդի, այնինչ մարդու եւ այսպես մասնատված է եկեղեցին, մաս եղած է եւ նույնիսկ ժողովուրդը այսօր շվարած է։ Ես ցեզ մի բան ասեմ, որը քիչ առաջ պատմում էի ձեր գոլեգաներին, ես երեք մի մարդու հանդիպեցի, որ խնդրեցի, որ ինձ Երևան տանի իր ավտոյով այդ բանից հետո, երեկոյան այդ հանդիպումից հետո, նստեցի ավտոն եւ որ մարդը իմացավ, ասեց դու Կարեկինի թեմ ես։ Ասեցի, այո, ասեցի, չի իմ ավտոյից, ասեցի, ես քեզ դեղ չեմ տանի։ Այդ պատկերացնում եք մեր ժողովուրդը որտեղ է հասել։ Այսինքն, եթե Քարեկինի թեմ ես, ուրեմն եկեղեցու թեմ ես։ Սիրելի, եկեղեցին գապ չունի Քարեկինին հետ։ Այսօր գա Քարեկինը, վաղը չկա, բայց այս եկեղեցին մնայուն է։ Այո, այսպիսի բաներ կան։ Տեր Արմեն, իսկ ինչ տեսակ, ինչ զգացիք երեք, որովհետև այդ մասնատումը նաև կար երեք Մայրաթոռում, երբ մի կողմից հավաքվել էին մարդիկ, ովքեր պահանջում էին կաթողիկոսի հեռանալը հրաժարականը, մյուս կողմում արդեն իր աջակիցներն էին, ովքեր վանկարկում էին վեհափառ, ընդ որում մեծ մասը քաղաքական ամենատարբեր ուժերի ներկայացուցիչներ, հենց քաղաքական ուժերի դեմքերով էին մասնակցում, Դաշնակցությունից կային ներկայացուցիչներ Լևոն Քոչարյանի տեսքով, Նարեկ Կարապետյանի տեսքով։ Ինչի մասին էր այս ամբողջը ինչ տեղի ունեցավ երեք։ Գիտեք, երեք ես մի պատկեր ունեցա այսպես այս Մայրաթոռի դրան արչև, Թարբասին արչև, մի հարց տվեցի այնտեղ մեր դղեկին եւ ասեցի, որ հիմա ոնց ենք զանազանելու, թե ով մեզ հետ է, ով մեր դեմ է։ Այսինքն մեր շորերով չենք իմանա բնականաբար։ Եվ այնտեղ մի հետաքրքրական պատասխան ստացա, այդ մեր ներկաներից մեկը ասեց, Տեր ջան, շատ դժվար չէ։ Ասեց, եթե տեսնես մեկի երեսին ինչ-որ խաղաղություն կա, ժպիտ կա եւ այլն, այդ կիմանաս, որ մերոնցից է։ Բայց եթե տեսնես, որ գոշտ է, խոշոր է եւ այլն իր դեմքը, կիմանաս, որ դա հագարագործներից է։ Այսինքն, ինչ էր ուզում ասել, ուզում էր ասել, որ մենք մեր մեջ ադելություն չկա ոչ ոքի նկատմամբ։ Մենք սիրում ենք բոլորին։ Մենք սիրում ենք նաեւ Գդրիչ Ներսիսյանին։ Նրան սիրում ենք քրիստոնեական սիրուց մղված եւ ցավում ենք իր այս կարգավիճակին, որ ինքը հասել է։ Այսին երեք եւ որ ներխուժեցին մի բահ եղավ չէ, որ քնացին դեպի Մայր Դաջարի թուրը եւ այնտեղ ես մի բահ իմ սարգսակին ասեցի, մենք հետ ենք գնում։ Այսին ինչի հետ է, ոչ թե գանք ենք առնում, չենք ուզում, բայց չէ այնտեղ ցավալի մի բայր ես ցավացի, ոչ թե միայն մեր եկեղեցու վիճակի համար, թե ինչ է կատարվում, մեր հավատացյալները իրար թեմ են ելել։ Ես ուղղակի ցավեցի Գդրիչ Ներսիսյանի համար։ Ինչ կարող էր լինել։ Այսինքն ոչ թե որ մի բան պիտի լինի, բայց ի վերջո, այսինքն ինչքան վարգապեկվեց այս մարդը։ Լավ, ինքը, այսինքն այդ սկացմունքային ինքը ոնց է կարողանում բարգել։ Այսինքն դեգուզ եւ այնտեղ 1000 հոգի էին կամ 2000 հոգի էին, որոնք պահանջում են քո հրաժարականը, հրաժարի եւ այլն։ Եվ դու ելնում ես քո թափորով անցնում ես ընդդեղից, դքած ունեք բոլորին վրա։ Այսինքն մի հատ մոտեցեք, էլի մոտեցեք, խոսեցեք մարդկանց հետ, ծեր ցավի ինչ է, ինչ եք ուզում։ Ուզում եք հեռանամ, հեռանամ։ Ուզում եք արիտ տալ
որ ես եկեղեցին բարեգարկեմ, եթե դալիս եք այդ արիթը անեմ, բայց Հերմինե ջան անցավ, այդ ամեն ինչը անցավ։ Այդ այլևս գանք առնելու կամ ինչ որ մի բան փոխելու իրենց ցանկությունը նախ չկա, նույնիսկ եթե ցանկություն ունեն, այդ վստահությունը այլևս չկա։ Ես 2018-ին վերջին անգամ եւ որ հանդիպեցի Գդրիչ Ներսիսյանին։ Դա իմ վերջին հանդիպումն էր։ Ես իրան խրատներ տվեցի, որդիական խրատներ, եւ ինքը չլսեց, ինքը ինձ խաբեց։ Ինչ խրատներ եք։ Ես օրինակ իրան ասեցի, որ վեհապար դեն ժամանակ վեհապար էի ասում։ Վեհապար ասեցի, դեսեք եկեղեցին այստեղ լավ դեղ չի քնալու։ Մի օր պիտի կա, որ այս գուրկը պիտի կանթվի եւ դուք հայտնվելու եք մի իրավիճակի մեջ, որ դուք չեք կարող գալու։ Ասեց ինչ պետք է անեմ։ Ասեցի նվազագույնը որ պետք է անեք, մի հատ հանձնախումբ ստեղծեք հայ եկեղեցու բարեգարկման։ Քոնե ժողովուրդը մի հույս ունենա, որ ինչ որ մի բարեգործության կամ բարեգարկման ընթացագարկ սկսեց։ Եվ ասեցի նրա մեջ դրեք մարդիկ, որոնք նախանցախնդիր են այս եկեղեցու իրավիճակին։ Ասեց ես այդ մարմինը ստեղծելու եմ եւ դու լինելու ես այդ մարմնի մեջ։ Ես գիտեի ինքը ինձ խափում է, որովհետեւ իր աչքի մեջ գարտացի, որ ինքը ուզում է ինձ դաֆանի, հələ քրա հետո կմտածենք ինչ կլինի եւ պաստորեն այսօր հայտնվեց ինքը այդ իրավիճակի մեջ, որու մասին ես իրան ասեցի եւ հիշում եմ միջև հիմա հիշում եմ, որ ես այդ բահին ցավով ասեցի եւ կարող եմ ասել, որ այդ բահին ես աչքերս էլ արցուկ կոդեցին, որովհետեւ աղաչում էի նրան, որ եկեղեցին այս վիճակին չհասնի, բայց պաստորեն իրենք չեն սիրում եկեղեցին։ Բա ինչն են սիրում, ինչն է պահում իրենց։ Ադում են եկեղեցին։ Ես չգիտեմ ինչի։ Իրենք ադում են եկեղեցին, ադում են հավատացյալը, մանավանդ ադում են գիտագից հավատացյալը։ Եվ ես այսօր դարիներ շարունակ եւ որ ուսումնասիրում եմ մեր հայ եկեղեցու պատմությունը, մեր եկեղեցական կյանքը, ես մեկ-մեկ մտածում էի, որ ինչու համար մենք թույլ չենք տալիս մեր ժողովուրդը մտնի հոգևոր կյանքի մեջ։ Ինչու օրինակ մենք չենք կազմակերպում Սուրբ Գրքի սերտողություններ, ոնց որ ուրիշներն են անում։ Մեր առաքելությունն է մենք ավետարանը ներկայացնենք ժողովրդին, բայց մենք զրկում ենք ժողովուրդը ավետարան կարդալուց։ Ես նույնիսկ անցյալները հանդիպեցի մի հոգևորականի ուղիղետերով, որ ասում է, որ արգելված է դուք ավետարանը կարդաք եկեղեցուց դուրս։ Առանց հոգևորականի դուք իրավունք չունեք ավետարան կարդալու, որբեսի սխալ չհասկանաք։ Արի եւ դες պատճառը այդ չի, որովհետեւ իրենք լավ գիտեն, եթե մեր հավատացյալները ավետարան սկսեն ընթերցել, իրենք լավ պիտի հասկանան։ Լավ պիտի հասկանան, որ ինչ նկատի ունի Քրիստոսը, որ խոսում է գեղձ տբիրների եւ փարիսեցիների մասին, որոնք ներսից հոդած քերեզմաններ են, դրսից զարտարված, քանդակակորված, բայց ներսը լիքն է քարշահոդությամբ։ Ճիշտ այս է մեր խնդիրը եւ իրենք ուզեցին բայել եկեղեցին իր ժողովուրդ իմաստով այս կարգավիճակի մեջ։ Եվ սա ուղղակի ինձ դանում է նմանության, չգիտեմ հիմա այդ դեղն է, խոսենք այդ մասին կամ դեղը չէ, բայց պիտի ասեմ, ես դե ուսումնասիրել եմ իսլամական գրոնը, մասնակցել եմ իսլամական գրոնի մեջ եւ այնտեղ մի հետաքրքրական բան կա։ Իրենք արգելված է իրենց հավատացյալին, որ ինքը գարտա Ղուրանը։ Ինչու։ Նախ թույլատրված է գարտա, բայց ինքը չի կարող գարտալ առանց երաժշտության։ Այսինքն պիտի գարտա եղանակներով, քաշքշելով եւ այլն, որբեսի այդ մարդը այնտեղ գարտացածը չհասկանա, որովհետեւ գա տարբերություն, եւ որ դու գարտում ես, բարձ գարտում ես, հասկանում ես, գետրոնանում ես բարերի վրա, բայց եւ որ սկսում ես այդ գարտացվածը երգել, այլևս երաժշտությունն է քեզ դանում ուրիշ տեղ եւ այդ բարերը քեզ այլևս չեն քաշում, որբեսի հասկանաս իրենց խորքը։ Հիմա ճիշտ միևնույնը դիրում է մեր եկեղեցում։ Այսօր մեր եկեղեցիներում ավետարանը չի գարտացվում, ավետարանը երգեցվում է։ Բացի այդ երգեցողությունը նաեւ ավետարանը գարտացվում է քրապարով։ Եվ քրապարը մեր ժողովուրդը չի հասկանում։ Այսինքն, եւ որ մենք կարդում ենք այդ ավորանը, որ ասում է. «Վայ ցեզի գեղձավոր տբիրներ եւ փարիսեցիներ» եւ խոսում է մեր հոգեվորականների մասին խորքի մեջ։
Ինքը այնտեղ բոլորը Քրիստոսի խոսքերը ագնարգ են այն ժամանակվա քահանաների, քահանայապետների, տբիրների, փարիսեցիների մասին, բայց դե այդ տբիրները, այդ փարիսեցիները, քահանաները բոլոր ժամանակներում կան եւ այդ ամեն ինչը նաեւ վերաբերում է այսօր։ Իրենք չեն ուզում ժողովուրդը գարտա, որովհետեւ ժողովուրդը չհասկանա, որովհետեւ եթե ժողովուրդը հասկանա, իրենք էլ մի րոպե այնտեղ դեղ չունեն եկեղեցում։ Տեր Արմեն, ասացիք, որ կաթողիկոսը չի սիրում մեր եկեղեցին, հավատավոր ժողովրդին, հոտին, բայց եթե չի սիրում, ի՞նչն է իրեն պահում մայրաթոռում, ինչու միջև հիմա չի կարողանում։ Իր բարքը, իր քահը, գիտեք, սրանք մեծ մասամբ դիրակալները, նրանք աշխարհական, թե հոգևորական, եւ որ նստում են ինչ-որ մի քահի, այդ քահը դառնում է նրանց Աստվածը։ Եվ իրենք ամեն ինչ անում են, որ այդ քահի վրա մնան։ Խոսքը եթե աշխարհական քահերի մասին է, քոնե մենք գիտենք, որ 4 տարի, 8 տարի պիտի ցերպազատվենք, պիտի վերջանա ընտրություններ կամ բան կան եւ այլն։ Բայց մանավանդ այս բարակային, որ ինքը գիտի, որ ինքը ցգյանս կաթողիկոս է, ինքը նա իր մեջ արմադացած է։ Ես Ներոնն եմ, ես Գայսրն եմ, ես ծեր Աստվածն եմ։ Պիտի հետևեք ինձ եւ ես ըստեղից չեմ հեռանա մինչեւ մահ։ Դուք եք ասել մինչեւ մահ, ուրեմն մինչեւ մահ ես կմնամ։ Ճիշտ այս սերն է իշխանության, այս սերն է, այսինքն Ավետարանի խոսքով ասում է իրենց Աստվածը, իրենց օրովայնն է։ Եվ սա խոսում է այնպիսի մարդկանց մասին, որոնք կոչվում են քրիստոնյաներ։ Եվ ցավի սիրտ այսօրվա մեր հոգևորականության Պարսաստիճան Գդրիչ Ներսիսյանի գլխավորությամբ իրենց Աստվածը իրենց հորովայնն է եւ նրա համար իրենք չեն ուզում հրաժարվել։ Եվ ճիշտ սա է, ինչ որ ես գնահատում եմ այսօրվա մեր եպիսկոպոս արքեպիսկոպոսների մեջ, որոնք դուրս եկան այս համագարկից, այո, գիտենք, որ իրենք էլ ունեն իրենց թերությունները, ունեցել են իրենց թերությունները եւ սխալները, բոլորս էլ ունենք։ Հիմա տող մեր ունգընտիրները չկարծեն, որ ես անսխալական եմ, թերություններ չունեմ, սուրբ եմ, երկնքից է, սենց մարդ չկա, սուրբ մարդ չկա, բայց մենք պիտի գիտակցությունը ունենանք մեր առաքելությանը։ Մենք գոչված ենք մեկ առաքելությանը, որ սուրբ առաքելություն է։ Այդ առաքելությունն է Քրիստոսի հավատքը, Քրիստոսի խոսքը դարաձել ժողովրդին։ Սա մեր առաջնահերթությունն է, մեր անձնական կյանքը, այնքան ժամանակ, որ չի խանգարում եւ քայթաղություն չի պատճառում մեր հավատացյալին, նրան մենք ենք պատասխանատու։ Բայց երբ որ դա բացահայտորեն քանթում է հավատքը մեր հավատացյալների կյանքի մեջ, այն ժամանակ մենք չենք միայն պատասխանատուն մեր խոսքերին եւ մեր գործերին։ Այն ժամանակ Ավետարանը ասում է, քայթաղությունը անպայմանորեն գալիս է, անխուսափելի է ասում է, բայց չի ասում վայ նրան, որ քայթաղվեց, ասում է վայ նրան, որ քայթաղության պատճառ եղավ։ Եվ ասում է ավելի լավ է, որ ինքը չաղացքի քար գախի իր վզից եւ ինքը ձովների, բայց քայթաղվողի մասին չի ասում սենց։ Այսինքն մենք գոչված ենք, եթե չենք կարող մեր առաքելությունը սրբագյատ ցևով անենք, քոնե բաժար չլինենք ուրիշի քայթաղության, որբեսի ավելի ծանր բաժի չընտարգվենք։ Դեսեք դուք զարմանում եք ավետարանական այս հատվածներին, բայց իրենք իմանալով հանդերձ իրենք ապրում են միևնույն ընթացքը, դա նշանակում է, որ այս մարդը չի հավատում։ Եվ ես բացահայտ ասում եմ, այս մարդը ոնց որ վարչապետն էլ վկայեց, այս մարդը Աստծո հետ կապ չունի, եկեղեցու հետ կապ չունի, հավատքի հետ կապ չունի։ Ինքը բարձրապես եկած է այդ ակնկալիքով, որ ինքը ինչ կարող է վերցնել այս եկեղեցուց նյութական եւ բարոյական իմաստով ինքը դա վերցնելու է։ Եվ վերցրեց, բայց ըստ երևույթին դակավին ամեն ինչ չվերցրեց։ Ինչ է մնացել որ Չգիտեմ։ Տեր Արմեն, լավ, խոսենք նաև հանգուցալուծումներից, որովհետև տեսնում ենք, որ process-ը կա 10 եպիսկոպոսների հայտնի հայտարարությունը, պահանջը, 3 նաև նամակ փոխանցվեց։ Նախ ընդհանուր առմամբ կարող ենք այսպես արձանագրել, որ եկեղեցու ներսում արդեն հստակ խզում կա 10 եպիսկոպոսների եւ կաթողիկոսի ու մնացած հոգեվորականների միջև, որովհետև այդ նամակն էլ կարծես թե ուղիղ կարելի էր փոխանցել, բայց դա ինչ որ այլ տարբերակով փոխանցվեց։ Եվ ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այդ պահանջը կա տևական ժամանակ
ժամանակ է խոսում են, երեք տեսանք հանրության երկու կողմն էլ, որ էլի ասում եմ մի կողմից պաշտպանում էին, մյուս կողմից պահանջում էին Գարեգին Բեի հեռանալը, բայց ամենակարևորը Գարեգին Բեն դրա մասին կարծես թե չի մտածում։ Ոչ, չգիտեմ, արդյոք ինքը հնարավորություն ունի այդ մասին մտածելու կամ ինքը ընդհանրապես մտածելու ադագ է։ Այսինքն ես մի քանի անգամ եմ հանդիպել իր հետ, շատ եմ խոսացել եւ ես միշտ էլ ասել եմ, որ ի դարբերություն բոլոր բարձրաստիճան հոգեվորականների, կաթողիկոսների, պատրիարքների, որոնց ես բախտ ունեցել եմ անձնապես հանդիպեմ, սա եզակի էր ինձ համար այն բանով, որ մարդը քեզ ընդունում է, կարող ես գնալ նստել իր մոտ խոսել, բայց խոսի, ինչքան ուզում ես խոսի։ Ինքը մեկը լավագույն շարժումը, որ անում է, մեկ իր ականջն է քոր գալիս։ Բայց ոչ լսում է եւ ոչ էլ պատասխանում է։ Ոչ մի բան չի պատասխանում այս մարդը։ Այսինքն տեսեք, մեր Մովսես մարգարեն, եւ որ Աստված նրան ընտրեց, ասեց, որ ես տոտով եմ ասեց։ Ես չեմ կարող խոսել, դու ինձ ուր ես ուղարկում։ Ուրեմն այդ տոտով լինելը կամ համր լինելը բիդակ չի։ Աստված նրան ուղարկեց Ահարոնը, որ Ահարոնը նրա խոսող բերանն էր, քանի որ Մովսեսը տոտով էր։ Բայց արի եւ դες մենք ոչ Մովսես ունենք, ոչ էլ Ահարոն ունենք։ Ունենք Մովսես, որը տոտով է, բայց ունենք Ահարոն, որը Արշակ Սրբազան Խաչատրյանն էր։ Չունենք։ Այսինքն բոլորս պիտի լինենք Ահարոններ, բայց չկան Ահարոններ ցավի սիրտ։ Այդ իմաստով էլ տեսեք, անհասկանալի է, թե ինչու մի դեպքում շատ արագ պատժվում են անգամ եպիսկոպոսները, գիտեք, նրանցից ոմանք Հերմինե ջան, ոնց անհասկանալի, շատ էլ հասկանալի է։ Օրինակ, ինչու Արշակ Խաչատրյանի դեպքում չէր գնում այդ քայլին պատժին, բայց եպիսկոպոսներին արդեն գերագույն հոգևոր խորհրդից է հեռացրել։ Հիմա խոսքեր արդեն խոսակցություններ կան, որ պատրաստվում է կարգալույծ անել եւ թեմերից հեռացնել եւ այսպես շարունակ։ Այո, նայեցեք, շատ հասկանալի է, այսինքն մենք դա միշտ հասկացել ենք, նույնիսկ եղած են գարկալույց հոգևորականներ, որոնք ոչ մի բան չեն խոսել եւ չեն արտահայտվել, բայց իրենց դիվանագիտությամբ, իդե ասեմ, իրենց աֆերիստությամբ, իրենք կարողանում են ուսումնասիրել մարդը։ Այս մարդը կարող է մի օր մեր դեմ շուռ գա։ Թեգուզ եւ ինքը ոչ մի հայտարարություն չի արել։ Եվ դա սկսում է ուսանողական դարիներից։ Մենք ինչի ենք տեսնում, մեր ջեմարանը հարյուրավոր աշակերտներ ունենք, բայց ավարտին այդ աշակերտներից մնում է մի քանիսներ միայն, որոնք արժանանում են ցերնատրության լինելու հոգևորական, որովհետև իրենք ուսումնասիրում են այդ բոլորը, անձը ուսումնասիրում են դարիների ընթացքին, ում հետ կապ ունի, ում հետ շփվում է, իր հերը ում կողմնակից է, Սերջական է, Նիկոլական է, ինչ է, իրենց ամբողջ ընտանեկան ծառը ուսումնասիրում են, հետո ընդունում են ջեմարան։ Եվ ավարտին, եւ որ ավարտում են ջեմարանը, այն ժամանակ էլի նայում են ընտանեկան ծառը։ Քո մերը ձեր հալով գքնա Նիկոլի թեմ, թե չէ։ Եվ խոսքը ում մասին է, այդ հոգևորականի մասին էր, չէ, որ ասեց, որ եթե քո մերը չգնա Նիկոլի թեմ ցույցի, ուրեմն դու դուրս ես եկեղեցուց։ Այսինքն սա այսպես դիրած է, այս մարդը, այսինքն կորձում է KGB-ական մթնոլորտով։ Եվ դա ահուսարսափ է դարածել։ Եվ նրա համար մարդիկ իրենց բերանները փակ նայում են, այսինքն այլ խոսքով մի ժողովրդական ասացված կա, ասում է, որ այն ցերկը, որ չես կարող գոդրել, բաչի ծիր քո գլխին եւ աղոթի, որ Աստված ինքը գդրի այդ աչը, կամ այդ ցերկը։ Հիմա այս բարակային ստերեոտիպին մեր հոգևորականների մեծ մասը այս քաղաքականությունն են որդեգրել, սպասում են, որ Աստված գդրի այդ աչը, բայց Աստված ցեն չի կործում։ Աստված ուզում է կործել մեր միջոցով։ Մենք ինչքանով արժանավոր ենք եւ ունենք կամ Աստված մեզ դալիս է այն ինչին, որ մենք արժանի ենք։ Եվ պատրիարքներից մեկը հետաքրքիր մի խոսք ունի, ասում է Աստված դալիս է առաջնորդը ըստ ժողովրդին, այսինքն եթե Աստված ուզում է բադժել ինչ-որ մի ժողովուրդ, նրան դալիս է վատ առաջնորդ։ Իսկ եթե ուզում է օրհնել մի ժողովուրդ, նրան դալիս է լավ առաջնորդ։
Հիմա ին վերջին հարցով, որ ուզում եմ փակել, որ մեր ունգընտիրները մտածեն այս մասին, թե մենք ինչի ունենք այս առաջնորդները, ինչու մենք տասնյակ դարիներ ունեցանք առաջնորդներ աշխարհիկ իմաստով, որոնք այս երկիրը թալանեցին եւ հասան այս աստիճան, եւ այսօր Աստված մեզ դվեց մի բան, որում մենք արժանի չենք աշխարհական առաջնորդի մասին խոսելով, հիմա կարող է մեր ունգընտիրները հասկանան, որ էլի սկսավ Նիկոլի Կովկը անի, ես Նիկոլի Կովկը չեմ անում։ Ես բարձրապես ասում եմ, որ այսօր մենք ունենք մի առաջնորդ աշխարհիկ, որը ինքը կարողացավ երկիրը որոշ ցևով հասցնել դեմոկրատիայի։ Եվ նրա կողքին նաև հասցրեց այս ամեն ինչով մեկտեղ ժողովրդի մեջ հավատք ներմուծել, որը գորած էր։ Եվ դա ստացվեց։ Իսկ մյուս կողմից հոգևոր առաջնորդի մասին Աստված ինչու մեզ դվեց այս առաջնորդը։ Մենք պետք է մտածենք այդ մասին, չէ՞ որ Ավետարանը ասում է, որ առանց իմ գանքին ծեր մազից կամ ծեր գլխից մի մազ անգամ չի թափելու։ Բա այս փորձանքը ինչի եկավ մեր գլխին։ Արժի այդ մասին մտածենք, բայց մեկը չի մտածում։ Սա Աստծուց է։ Բայց որպես ինչ, որպես նվեր կամ որպես պատիժ, այդ արժի նրա մասին մտածենք։ Եվ եկեղեցու նորոգման համար ես ճիշտ եմ հասկանում, որ պարտադիր պայման է արդեն, որ Գարեգին բն պիտի հեռանա։ Ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ չկա։ Շնորհակալ եմ, Տեր Արմեն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Կհանդիպենք։